Այսօր քաղաքական թեմայով չեմ խոսելու եմ ուրեմն հասարակական խնդիրներից, սոցիալական խնդիրներից, հա, բոլորդ էլ հետևում եք լրատվականներին, տեսնում եք ինչա կատարվում մարդկանց հետ, ինչեր ա կատարվում, վերի դեպքը, հայտարարակ դեպքը։ Նշեմ, որ ամբողջ աշխարհում է այդ խնդիրը, միայն Հայաստանում չի, այսինքն որտեղ տղամարդ, այնտեղ այդ խնդիրը դպրոցական երեխաների են բռնության ենթարկել, չմանրանամ, ովքեր որ տեսել են լուրերը, նրանք արդեն գիտեն ինչի մասին է խոսքը։ Ամբողջ աշխարհում կա այդ խնդիրը։ Սկսած այն ցածր ստատուսով երկրներից, օրինակ Սոմալիոտ, վերջացրած ամենազարգացած երկրներով, հա, ամենտեղ կա այդ խայտառակ վիճակը։ Դե բոլորը գիտեն, բայց ոչ բոլորն են ընդունում, որ տղամարդուն երեխա չի կարելի վստահել։ Անգամ սեփական երեխային, ուր մնաց, ուրիշի երեխեքին վստահես։ Շատերը կգան կգրեն, թե դու սխալվում ես, դա մարդու տեսակ է, տականք տեսակ է եւ այլն։ Չէ, ընկերներ, մենակ այդ ֆակտորը չի, հա, այդ ուղղակի սիմպտոմներից մեկն է, բայց հիմքում հիմնական խնդիրը, հիմնական այդ պատճառը հենց սեռի հետ է կապված։ Դրա համար քաղաքակիրթ երկրներում ընդհանրապես Հայաստանում էլ այդ տենդենսը վստահում են, բացառապես կանանց երեխա դաստիարակելը, երեխա մեծացնելը, ուսումնական հաստատություններում, դպրոցներում, մանկապարտեզներում դրա համար են կանայք զբաղվում երեխաների դաստիարակությամբ, որովհետև տղամարդիկ ոչ թե չեն կարող, այլ կարող են, հարցը դա չի, բայց որպես բոնուս նմանատիպ խայտառակ բաներ էլ լինելու, եթե նրանք զբաղվեին, բացառապես տղամարդիկ զբաղվեին երեխաների դաստիարակությամբ, կրթությամբ եւ այլն։ Ու այս առաջի դեպքը չի, որ ես բողոքներ եմ լսում տղամարդ դասախոսների, դպրոցի ուսուցիչների, ընդհանրապես այնտեղ որտեղ որ կա տղամարդ, միշտ բողոքներ ա լինելու, որովհետեւ իրենք հասարակական նորմերը չեն կարող պահել։ Զուտ դա դեմա իրանց բնությանը, հա, զուտ փաստ եմ արձանագրում։ Հիմնական պատճառը անտարբեր մայրերն են, որ սենց այլանդակ երևույթներ են ի հայտ գալիս, երբ որ ձեր տղա երեխաներին սովորեցնեք հարգել դիմացինին, իրանց համար տարբերություն չի լինի դիմացինը ով է, կինա, տղամարդ է, շունա, կատույա, թե հավա։ Ինքը բոլորին կհարգի,